Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է Actio Popularisի կամ ինչպես հայերենում ասվում է, հանրային շահի հետ կապված հարցերի պարզաբանմանը։ Այս հարցերի պարզաբանման նպատակով մեր տաղավարին հրավիրել իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենիա Պետրոսյանին։ Բարև ձեզ, Տիկին Պետրոսյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Հարգելի Տիկին Պետրոսյան, խոսենք մի թեմայի մասին, որը իրավաբաններից հայտնի է, բայց ավելի լայն հանրության տեսանկյունից այն ավելի այսպես անծանոթ թեմա է։ Եկեք դրա համար հենց սկսենք ամենապարզից, ինչ է Actio Popularisը, հետո կշարունակենք։ Շատ լավ, երևի թե սկսենք նրանից, որ այն բոլոր դեպքերում, երբ որ քաղաքացին դիմում է դատարան, որպես կանոն նա հետապնդում է իր խախտված իրավունքը վերականգնելու նպատակ, իր շահը պաշտպանելու նպատակ, եւ եթե հանդես է գալիս որևէ այլ անձի անունից, ապա դատարան պետք է ներկայացնի լիազորագիրը, որով լիազորված է կոնկրետ գործողություններ իրականացնել տվյալ անձի անունից։ Ի տարբերություն այս իրավիճակի, Actio Popularisը հանրային շահի պաշտպանությանն է միտված եւ այստեղ ամբողջ նպատակը ոչ թե անհատական շահի պաշտպանությունն է, այլ հանրության շահի պաշտպանությունն է, որը կարող է իրականացվել քաղաքացիների կողմից, հասարակական տարբեր խմբերի, հասարակական կազմակերպությունների կողմից եւ էությունը կայանում է նրան, որ տվյալ դեպքում չի պահանջվում, որպեսզի տվյալ քաղաքացին կազմակերպությունը ինքը անմիջականորեն կրած լինի վնաս կամ ունենա ուղղակի շահագրգռվածություն տվյալ գործի շրջանակներում։ Եվ եթե նայենք նաև այլ սահմանումները, որոնք առկա են միջազգային պրակտիկայում, նաև Actio Popularisը դա որոշակի հատուկ խմբի իրավունքների պաշտպանությանը ուղղված մեխանիզմ է հանդիսանում մարդու համակարգային խախտումներից իրավունքների եւ ըստ էության ինքնին այս մեխանիզմը մի անհրաժեշտություն եւս հանդիսանում է հանրային շահ ցանկացած ժողովրդավարական հասարակությունում։ Եվ իհարկե չենք կարող չնշել, որ մյուս կողմից այս ինստիտուտի կարևորությունը կայանում է նրանում, որ հենց Actio Popularisի սկզբունքի իրացման միջոցով է, որ մենք հնարավորություն ենք ստանում հասցեագրելու, բարձրացնելու մարդու իրավունքների համակարգային խնդիրները, պահանջելու, խթանելու հանրային հաշվետվողականությունը եւ իրացնելու կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը։ Այո, շատ կարևոր է, որ այդ հնարավորությունը ընձեռվի։ Եկեք նաև դիտարկենք այն հարցը, արդյոք Actio Popularisի շրջանակներում կարելի է դիմել բոլոր դատական բոլոր ատյաններին, թե ենթադրում է կոնկրետ դատական որոշակի ատյաններ եւ միջազգային ատյաններին դիմելու իրավունքը դատական ատյաններին։ Առավելապես եւ խոսում ենք Actio Popularisի ինստիտուտի մասին, խոսքը գնում է ներպետական ատյանների մասին եւ իհարկե դա արդեն կախված կլինի կոնկրետ պետության ներպետական կարգավորումներից, ինչ ձևաչափով կնախատեսվի այս ինստիտուտը, ինչ նախապայմաններով եւ ինչ ոլորտներում։ Եթե նայում ենք միջազգային դատական ատյաններում եւ միջազգային այլ ատյաններում, ապա այստեղ կարելի ասել գրեթե բացառված է կամ շատ խիստ սահմանափակ իրարություն ունի այս սկզբունքը։ Շատ բարի։ Խնդրում եմ նշեք Actio Popularisի դեպքում ինչ ընթացակարգ պետք է անցնել եւ արդյոք օրենսդրական կարգավորումը բավարարում է այն խնդիրները, որոնք դրված են, այսինքն մենք կարող ենք ասել, որ բոլոր ոլորտների հետ կապված է կիրառելի, թե դրանք սահմանափակվում են միայն շրջակա միջավայրի եւ հաշմանդամություն ունեցող անձանց, թե հնարավոր է ավելի լայն դիտարկում կատարենք։ Իրականում բավական սահմանափակ է մեր ներպետական օրենսդրությամբ տրված Actio Popularisի սկզբունքի իրացումը, ընդհանուր առմամբ երկու ոլորտներում է, որ հասարակական կազմակերպությունները ըստ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի կարողանում դիմել դատարան իրենց շահառուների շահերի պաշտպանության նպատակով, դա շրջակա միջավայրի պահպանությունն է եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։ Բացի դա մենք ունենք նաեւ կարգավորում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ, որը հնարավորություն է տալիս վիճարկելու եւ պահանջելու դատարանից դիտորդական կազմակերպությունների կողմից
վարչական ընտրական իրավախախտումների դեպքում կոնկրետ անձին վարչական պատասխանատվության ենթարկել, այսինքն ներկայացնել պատասխանատվության ենթարկելու պահանջ բոլոր ընտրական ցանցակազմերի պարագայում։ Ըստ էության այս 3 ոլորտներն են, որոնք նախատեսում են հանրային շահի պաշտպանության որոշակի դրսևորումներ, բայց քանի որ կան նաև նախապայմաններ կոնկրետ շրջակա միջավայրի պահպանության դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության դեպքում կարող ենք ասել, որ բավականին նաև այդ ոլորտներն են նեղացվում եւ սահմանափակվում։ Նաև պետք է նշենք, որ եղել են նախաձեռնություններ մինչ այս, որոնք որ ուղղված են եղել այս սկզբունքի ընդլայնմանը, մասնավորապես կարևորվում է 18 թվականին Արդարադատության նախարարության կողմից օրենսդրական նախագծի մշակումը, որով հասարակական կազմակերպություններին իրավունք էր շնորհվում վիճարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը, այսինքն ենթադրական ակտի համապատասխանությունը առավել բարձր եղնականուժ ունեցող իրավական ակտին, եւ սա կարծում եմ ամենակարևոր ոլորտներից եւ կարևոր այսպես իրավունքներից մեկն է, որը պետք է սահմանվի մեր օրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների համար, քանի որ հենց այս իրավունքի իրացման միջոցով է, որ իրապես հնարավոր կլինի ամբողջությամբ եւ տարբեր ոլորտներում հանրային շահին առնչվող ոլորտային սահմանափակում չի լինի, պարզապես նորմատիվ իրավական ակտի հետ կապված կա։ Ցավոք սրտի այդ նախաձեռնությունը այդպես էլ ընթացք չստացավ եւ 15 թվականին դեռևս հասարակական կազմակերպության մասին օրենքում փոփոխություններ կատարելու համատեքստում եւս առաջարկ եղել է, նախագիծ եղել է, որտեղ ավելացվել նաեւ պատմամշակութային արժեքների պահպանության ոլորտը, սակայն այս նախագիծը եւս ընթացք չստացավ։ Իսկ չկա այս նախագծին անդրադառնալու լուրջ հիմքեր եւ անհրաժեշտություն, ըստ ակնհայտորեն կա։ Առաջին հերթին մենք բոլոր այսպես շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ընդգրկված են եղել այս քննարկումներում տարբեր ձևաչափերով, ըստ էության առաջնահերթ ենք համարում հենց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման բնագավառում իրավասուբյեկտության շնորհումը կազմակերպություններին։ Շատ բարի, հուսամ ովքեր մեզ լսում են եւ այս հարցին անդրադառնալու անհրաժեշտություն քննարկման հիմքեր լինեն, անդրադարձ կլինի, որովհետեւ սա շատ կարեւոր է իսկապես, որ ոլորտային սահմանափակումը կվերացվի եւ ըստ էության նորմատիվ իրավական ակտերի այդ շրջանակներում դրանց հետ կապված փոփոխությունը իրապես արդյունավետ կլինի։ Դուք նշեցիք շրջակա միջավայրի հետ կապված եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մի փոքր ավելի այսպես մանրամասն գնանք, որպեսզի մեր ռադիոլսողների համար ավելի པարզ լինի։ Տեսեք նույն օրենքները, որոնք կարգավորում են նշված ոլորտները, նախապայմանի մասին արդեն ասեցիք, բայց տեսենք այդ նախապայմանի շրջանակներում ինչ հնարավորություն է տալիս, հա, օրինակ կարող է լինել որոշակի սահմանափակումներ կամ կոնկրետ ինչ որ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված խտրականությունը նշվել, որը ըստ էության ոչ միայն սահմանափակի, այլ թույլ չտա դրանից զատ, դրանից լայն դիմել, բացի դրանից դեռ խտրականությունն էլ հարց է, դրա անկալումը, մեկնաբանությունը արդյոք բոլոր դեպքերը կարող են դրա տակ լինել։ Շրջակա միջավայրի հետ կապված այնտեղ էլի հստակ նախապայմանները օրենքում կան, պայմանավորվում է կանոնադրական նպատակներով եւ այլն, շմագի հետ մի քանի այստեղ այս նախապայմանների շրջանակներում ինչպես կարող է հասարակական կազմակերպությունը դիմել, այնուամենայնիվ անկախ նրանից որ շատ սահմանափակ է եւ ինչպիսի պրակտիկա կա։ Շատ կարևոր հարցադրում է, իրականում ամենախնդրահարույց հարցերից մեկն է այսօր գործող օրենսդրության մեջ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա սահմանափակումներն ու նախապայմանները, որոնք ըստ էության մասամբ ուղղակիորեն հակասում են Օրհուսի կոնվենցիայի պահանջներին եւ կոմիտեն բազմիցս ասել է այս եւ կոմիտեն բազմիցս արձանագրել է այդ մասով անհամապատասխանություն եւ ըստ էության սպասում է այն օրենսդրական նախագծին, որը այդ անհամապատասխանությունը կվերացնի։ Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում հատկապես խնդրահարույց է այդ երկրորդ պայմանը, որը վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքի շրջանակում անցկացվող հանրային քննարկումներին, հա, դա կլինի հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության քննարկում,
պետք է կազմակերպությունը մասնակցած լինի կամ ուղղակի նրան հնարավորություն տրված չլինի այդ քննարկմանը մասնակցելու, հակառակ դեպքում հնարավորություն չի ունենում դիմելու դատարան։ Սա խնդրահարույց է հենց ինչպես նշեցի կոնվենցիայի եւ դրա մեկնաբանման ուղեցույցի շրջանակներում, որտեղ հստակ արձանագրվում այն միտքը, որ պարզապես այդ քննարկումներին մասնակցած լինելու կամ չլինելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ եւ սահմանափակել արդարադատության մատչելիությունը, որը սահմանված է կոնվենցիայով որպես կարևորագույն սկզբունք եւ այս առումով պետք է նաև նկատի ունենանք, որ լինում են դեպքեր, որոնք որ կարող է եւ այսպես ուղղակիորեն չտեղավորվեն այս շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքի շրջանակում եւ այդ առումով չլինի նաև անհրաժեշտություն հանրային քննարկում անցկացնելու եւ այդ ոլորտը առհասարակ դուրս մնա թե կարգավորման դաշտից, թե փորձաքննության դաշտից, թե դատական վիճարկման դաշտից։ Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այստեղ եւս բավականին սահմանափակ է։ Նախ խախտումները պետք է վերաբերեն միայն հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին, հաշմանդամություն ունեցող անձանց խմբերին մասով եւ կա նաեւ անհատական պաշտպանության հնարավորություն կոնկրետ անձի, հաշմանդամություն ունեցող իրավունքի խախտման դեպքում խտրականության դեմ պաշտպանության, որը ենթակա է կիրառման այն դեպքում, երբ որ տվյալ անձը առողջական վիճակի կամ այլ հանգամանքով պայմանավորված չի կարող անձամբ դիմել եւ ներկայացնել իր շահերը դատարանում։ Ունենք նաև մեկ այլ նախապայման, որը բավականին սահմանափակող է, դա այն է, որ հասարակական կազմակերպության անդամների պարզ մեծամասնությունը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք, որը եւս կարծում եմ բավականին սահմանափակող նախապայման է։ Հաշվի առնելով այս հանգամանքները ակնհայտ է, որ կա հանրային շահի պաշտպանության այս իրավունքը ընդլայնելու անհրաժեշտություն մեր օրենսդրության շրջանակում եւ դա նաեւ բխում է ուղղակիորեն մարդու ազգային ծրագրից, որով նախատեսված է հատուկ գործողություն ակցիո պոպուլյացիայի սկզբունքի ընդլայնման նպատակով օրենսդրական փաթեթի մշակման եւ այդ առումով կար նախագիծ, որը մշակվել էր ԱԺ պատգամավորների կողմից, բայց դեռևս այդ մասով այսպես արժեք ընթացք չկա եւ այնուամենայնիվ նախագծի հետ կապված կազմակերպությունները ունեին մի շարք դիտարկումներ եւ մտահոգություններ, որ բավարար չափով չէր ընդլայնվում այս իրավասուբյեկտությունը։ Այսինքն 18 թվից զատ արդեն նոր այս մարդկանցի ազգային ծրագրի շրջանակներում, որ այս պահին դեռևս կասեցված է ընթացքը, բայց բավականին նոր նախագիծ է ռազմավարական ծրագրի ամփոփում դեռևս այդ գործողությունը կատարված չի լինելու, կարող ենք այդպես ասել, թե այնուամենայնիվ դեռ ժամանակ ունեն եւ հնարավոր է, որ թեկուզ էլի նեղ այսպես սահմանափակումներով այդ փոփոխությունները օրենսդրական կատարվեն։ Հուսով ենք, որ կկատարվեն այդ փոփոխությունները, որովհետև այնուամենայնիվ թեև ժամկետների որոշակի շեղմանը հանդիսանում է դա ծրագրային գործողություն, միևնույն ժամանակ մենք այնքան էլ կողմ չենք, որ կատարենք այս պահին այդ փոփոխությունները նեղ ուղղակի մի փոքր սահմանափակումների վերացման եղանակով, այլ օգտվելով այս հնարավորությունից, որը կարող է երկրորդ անգամ այլևս մենք չունենանք, սահմանենք առնվազն ողջամիտ եւ այն հիմնավոր սահմանների ու ձևաչափի շրջանակում, որը անհրաժեշտ է իսկապես այս սկզբունքը իրացնելու եւ կյանքի կոչելու կազմակերպությունները ինչի են նեղ դիտարկում ոլորտային ընդգրկումներ, թերի եւ ընդհանրապես ձեր դիտարկմամբ ինչ ոլորտներ պետք է այստեղ ընդգրկել, որ հնարավորին չափ մեր իրականությունը արտացոլող լուծումներ պարունակող ինստիտուտը եւ հնարավորությունը իրավունք նախատեսվի։ Իրական այդ ոլորտների մասով մենք բավականին շատ քննարկումներ ենք ունեցել թե հասարակական կազմակերպությունների շրջանակում համատեղ եւ թե ԱԺ պատգամավորների նախարարության հետ միասին կազմակերպել ենք քննարկումներ, կլոր սեղաններ եւ փորձել ենք գալ մի ոչ այդքան ընդլայնված ցանկի ոլորտների, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ մասնավորապես մեր այդպես համատեղ քննարկման արդյունքում մենք առաջարկում էինք հետևյալ ոլորտները լրացնել ի թիվս նրանց, որոնք արկա են։ Իհարկե, արկա ոլորտների շրջանակում սահմանված այս նախապայմանները պետք է վերացվեին կապված հանրային քննարկումների մասնակցության, հաշմանդամության ունեցող անձանց հետ կապված, թե պարզ մեծամասնության մասով եւ թե միայն հաշմանդամության հիմքով, խտրականության դեմ պաշտպանության իրավունքի մասով։ Ինչ վերաբերում է ոլորտներին, նոր ոլորտների մասով մենք առաջարկում ենք պատմամշակութային արժեքների
իրավունքների պահպանության ոլորտը, առաջարկում ենք սպառողների իրավունքների պաշտպանությունը, ընտրությունների նախընտրական կառույցյան ժամանակահատվածում խախտումների հետ կապված հանրային վերահսկողության գործիքներ, նաև պետական համայնքային բյուջեների կառավարում, պետական համայնքային սեփականության կառավարում եւ իհարկե քրեակատողական հիմնարկներում, զինված ուժերում, խնամքի եւ հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների ապահովման նկատմամբ հանրային վերահսկողություն։ Կարևորագույն ոլորտ է նաեւ, ինչպես ես նշեցի, նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթը, որի շրջանակում առաջարկում ենք, որպիսի հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում տվյալ նորմատիվ ակտի կարգավորման բնագավառում, այդ հնարավորությունը ունենան դիմելու եւ վիճարկելու ակտի իրավաչափությունը եւ համապատասխանությունը առավել բարձր բնականոն ունեցող իրավական ակտին։ Եվ երրորդ այդպես կարևոր ոլորտը դա քրեական դատավարությունում տուժողի իրավունքների պաշտպանությանը ուղղված բնագավառն է, եթե մինչև այդ կարգավորումը նախատեսվում էր քրեական դատավարության տուժողի իրավունքների պաշտպանության հնարավորությունը ոչ փաստաբանների կողմից, այսօր գործող օրենսդրությունը միայն փաստաբաններին է այդ հնարավորությունը տալիս, ինչը բավականին սահմանափակում է տուժողի հնարավորությունը, իրականում այդ պաշտպանությունը ստանալու, իրացնելու։ Այս առումով նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բազմաթիվ են եվրոպական պետություններում կարգավորումները, որտեղ այս հնարավորությունը տրվում է նաև հասարակական կազմակերպություններին, մասնագիտացված միավորումներին, որոնք ներկայացուցիչի մակարդակով հանդես են գալիս տուժողի կողմում տուժողի շահերի պաշտպանության նպատակով եւ այստեղ եւս մենք գտնում ենք, որ պետք է հնարավորությունը տրվի հասարակական միավորներին իդեմս ոչ փաստաբան հանդիսացող ներկայացուցիչների եւ այսինքն մասնագիտացումը էական պայման չպետք է լինի կամ սահմանափակված մասնագիտացումը բնականաբար ցանկալի է որ լինի պետք է լինի իրավաբան, բայց փաստաբանի բայց փաստաբանի ապահովումը արդեն ենթադրում է, որ տվյալ անձը պետք է այդ փաստաբանական ծառայությունից օգտվի, պետք է լինի վճարունակ, մինչդեռ մեր հանրային պաշտպանի մասին օրենքը եւ արկա հնարավորությունները, որոնք արկա են, ըստ էության հնարավորություն չեն տալիս լիարժեք այս պաշտպանությունը իրականացնելու մի շարք անվճարունակ անձանց համար։ Տեսեք, դուք նշեցիք, այս հարցներ կանրադառնանք անվճարունակության հետ կապված, տեսեք, դուք նշեցիք գործող օրենսդրության մեջ փոփոխություններ, ոլորտային ընդլայնում եւ նաեւ նորմատիվ իրավական ակտերի մասով։ Այս բոլորը պետք է զուգահեռ արվի, ձեզ նոր կարողանանք մենք Actio Popularis ինստիտուտի այսպես ավելի գործարկման արդյունքում ավելի այլ պատկեր ունենալ, թե կարող են փուլային գալ դրան այնուամենայնիվ, եթե հնարավոր է, մեկ վերջում թողնել ավելի լայն է նորմատիվ իրավական ակտերի հետ կապված փոփոխությունը եւ այս հարցը սպառենք մի այլ հարց, հարությունը, եթե կոնկրետ անձը, որը որ ունի իրավունքների խախտում կամ խումբ անձանց, ովքեր ունեն իրավունքների խախտում, մի քիչ եկեք նաեւ ընդհանցակարգային ներկայացնենք մեր ռադիոլսողների համար, դիմում են հասարակական կազմակերպությանը, նկարագրում են խնդիրը, իրավունքների ոտնահարման դեպքը, հասարակական կազմակերպությունը որոշում է, որ հիմքեր կա, դիմում է դատարան, եւ այս դեպքում process-ը ինչպիսին է, եթե հակառակն համառոտ ներկայացնենք, որպեսզի նաեւ իմանան, օրինակ նույն շրջակա միջավայրի հետ կապված կարող են դիմել բնապահպանական հարցերով մասնագիտացած կամ նույն նախապայմանները բավարարելու դեպքում այդ ՀԿ-ին եւ բարձրացնել խնդիրը կամ մյուսի դեպքում հաշմանդամություն ունեցող անձը ինքը կարող է ցանկացած դեպքում միավորվել ՀԿ-ներին այս ոլորտի եւ հանրային շահի պաշտպանության առումով դիմել դատարան։ Տեսեք, այստեղ մենք իրականում ունենք սովորական դատական դատավարության ընթացակարգ, եթե արդեն հասարակական կազմակերպությունը որոշում է դիմել ու կապված կլինի դա ընթացակարգը կոնկրետ այն հայցատեսակի հետ, որը տվյալ դեպքում կիրառելի կլինի, օրինակ, եթե խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող անձի իրավունքի պաշտպանության մասին, բնականաբար, եթե դիմում է այդ անձը կազմակերպությանը, որը որ այդ իրավասուբյեկտությամբ օժտված է, այսինքն որը ունի համապատասխան կանոնադրական նպատակները իր կանոնացիան մեջ նախատեսված, հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ նախորդ 2 տարիների ընթացքում ծավալել է գործունեություն այդ ոլորտում, նրա անդամների բարձր մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են, ապա այդ կազմակերպությունը իրավունք կունենա այդ հաշմանդամություն ունեցող անձի
եթե տվյալ անձը չի կարող անձամբ դիմել, հա, կան հիմքեր կամ անձանց խմբի խնդրականությունից պաշտպանվելու իրավունքի իրացման նպատակով դիմել դատարան։ Հիմա եթե մենք օրինակ գործ ունենք վիճարկման հայցատեսակի հետ, ասենք այդ իրավունքի խախտումը տեղի ունեցել վարչական ակտի ընդունման միջոցով եւ անհրաժեշտ է վիճարկման հայցատեսակով ուրեմն վիճարկել, այդ պարագայում երկամսյա ժամկետում կազմակերպությունը պետք է դիմի դատարան եւ արդեն դատարանում գործը կքննվի ըստ սահմանված ընթացակարգի, ցավոք սրտի այս պահի դրությամբ, քանի որ բավականին ծանրաբեռնված են վարչական դատարանը, վարչական վերաքննիչ դատարանը, այս գործերի դատավարությունը բավականին երկար են տևում։ Այդ այ նաև մեր պրակտիկան ինչի մասն է խոսքում, թեև եթե բնական է սահմանված է, այստեղ մոտեցումը կարևոր չի, բայց այնուամենայնիվ դատարանը ավելի կողմնակից է հանրային շահի պաշտպանության դիմումների այսպես ընդունելությանը, պրակտիկայի զարգացմանը, թե ավելի շատ անհատապես այսպես ներկայացվող դիմումների ինստիտուտի զարգացումն է ավելի առավելություն տրվում։ Համենայնպես շրջակա միջավայրի պահպանության ոլորտի մասին եթե խոսեմ, քանի որ այստեղ նաև որպես փաստաբան որոշակի փորձառություն ունեցել ենք մենք, կասեմ, որ ավելի շատ հակված չէ խորամուխ լինելու եւ իսկապես տեսնելու այդ նախապայմանների առկայությունը, որը իրականում առկա է, հա, տվյալ դեպքում։ Մենք ունենք նաև փորձ, երբ որ վճռաբեկ դատանի մակարդակով այս իրավասուբյեկտությունը մերժվել էր եւ Սահմանադրական դատարանը անդրադառնալով հենց վճռաբեկ դատանի որոշմանը իր հաղորդման մեջ ուղղակիորեն արձանագրում էր արել այն, որ վճռաբեկ դատարանը յուրովի է մեկնաբանել, հա, Սահմանադրական դատանի 10 թվականի որոշումը եւ ըստ էության զրկել է բնապահպանական կազմակերպությանը իրավասուբյեկտությունից, այսինքն Սահմանադրական դատարանի մակարդակով այդ կարելի ասել ոչ իրավաչափությունը հայցի ընդունման մերժման արձանագրվել էր։ Այդ առումով կարծում եմ, որ դեռ բավական աշխատանք կա տանելու դատարանների եւ նաեւ մի փոքր ավելի այսպես լայն, հա, լայնախոհ sense մոտեցման կիրառման այս բոլոր հարցերով հաշվի առնելով թե միջազգային պրակտիկան, թե Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները, որոնք եւս կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ համապատասխան դատավորները ամեն դեպքում ուսումնասիրեն եւ պատկերացնեն, թե ինչ մեկնաբանություններ, հա, եւ ինչ զարգացումներ կան հենց այդ պրակտիկայի ոլորտում։ Պատահական չէ, որ հենց համապատասխանության կոմիտեն եւս վճռաբեկ դատանի այս որոշման արձագանքել էր եւ ամրագրել է այստեղ Ես հիշում եմ, որ որոշակի ժամանակահատվածում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողն է եւ իրենք հենց դատավորների վերապատրաստման հետ կապված հստակ տալիս են, եթե դուք անգամ իրենց ուսումնառության ընթացքում այսպես տրեյնինգները, վերապատրաստումները շատացրել եք, բայց խոսուն է պրակտիկան։ Եթե պրակտիկայի կիրառումը կոնվենցիայի մեկնաբանության եւ հեղման եւ այլն սխալ է, չի բխում կոնվենցիայի նպատակներից, ապա այդ դեպքում ձեր վերապատրաստումը ավելի ֆորմալիզացված է եւ արդյունավետ չէ։ Միջազգային պրակտիկային անդրադառնալով Տիկին Պետրոսյան, այսպիսի մի հարց, մենք գիտենք, որ այս ինստիտուտը շատ է կիրառվում միջազգային պրակտիկայում եւ այնտեղ նախապայման որպես դրվում է կամ այսպես հիմք իրավական շահագրգռվածությունը։ Իրավական շահագրգռվածությունը ինչպես է մեկնաբանվում։ Դուք հաղորդման սկզբում էլ ասացիք շահագրգռվածությունը, եկեք այստեղ իրավական շահագրգռվածության մեկնաբանությունը տանք։ Այստեղ իսկ ցանկանայի վկայակոչել հենց Սահմանադրական դատանի այս հայտնի որոշումը 906 որոշումը, որով Սահմանադրական դատանը հենց ուսումնասիրելով միջազգային փորձը հանգեց այն եզրահանգման, որ այսօր այս իրավական շահագրգռվածություն եզրույթը այնպիսի լայն մեկնաբանության է ենթարկվում միջազգային համատական փորձի շրջանակներում, որ ըստ էության ընձեռնում է հասարակական կազմակերպություններին եւ միավորումներին, որոնք հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը գտնում է իր կանդրական նպատակների շրջանակներում, այսինքն ինչպես տեսնում ենք բավականին լայն է այս սահմանումը եւ նաեւ ուսումնասիրելով այլ պետությունների օրենսդրությունը եւս մենք հստակորեն տեսնում ենք այդ
տրամաբանությունը, երբ որ պարզապես կազմակերպությանը առաջադրվում է տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու պահանջ, տվյալ ոլորտով հետաքրքրված լինելու, տվյալ ոլորտում կանոնադրական նպատակներ իրացնելու եւ նպատակներ ունենալու պահանջ։ Դա արդեն բավարար է համարվում որպես կանոն տվյալ կազմակերպությունը, որպես շահագրգիռ կազմակերպություն դիտարկելու եւ այդ իրավունքը վերապահելու համար։ Նույն Սահմանադրական դատարանի որոշմանը անդրադառնալով մենք նշեցինք, այո, դուք նշեցիք եւ ընթերցում որոշման գալիս է նրան, որ ամեն դեպքում եթե մենք նայում ենք իրավունքի պաշտպանության տեսանկյունից, հստակ չեն նպատակները, որոնց շուրջ պետք է նշվի։ Այստեղ կարծես թե Սահմանադրական դատարանի նախանշած կամ այսպես իրավական դիրքորոշումը այլ ձևով է զարգացել պրակտիկայում մեզանում, որոնք են եղել այն խոչընդոտները, որոնք այսպես զարգացրել են պրակտիկան այս ուղղությամբ։ Կարող են բազմաթիվ պատճառներ լինել, բայց հենց իրավական հանրությունը ինչու պահանջատեր չի եղել հասարակական կազմակերպությունները։ Թեև ես հիշում եմ տարիներ առաջ, որ հասարակական կազմակերպությունների մասին օրենքը փոխվեց, բավականին ակտիվ էր քաղաքահասարակության այսպես կորպուսը, հասարակական կազմակերպությունները, բայց այնուամենայնիվ այդ լայն հնարավորությունները չընձեռվեցին վերջիններիս համար։ Այստեղ իրականում քաղաքահասարակությունը բավականին պահանջատեր եղել է եւ շարունակում է լինել հենց Սահմանադրական դատարանի որոշումը վկայակոչելով։ Պարզապես այստեղ մի քիչ տարա մեկնաբանման խնդիրներ են առաջանում բուն որոշման եւ հաղորդման միջև։ Շատ անգամ մենք լսում ենք պետական մարմիններից արձագանքներ, որոնց համաձայն որոշմամբ որպես այդպիսին նման պահանջ նախատեսված չէ եւ դա ընդհանրապես սահմանվել է արդեն Սահմանադրական դատարանի հաղորդմամբ, որով նա անդրադարձել է իր որոշումների կատարման վիճակին, Պարզապես հաղորդման մեջ իհարկե շատ ավելի հստակ է արձանագրել Սահմանադրական դատարանը այն, որ որոշումում պետք է հետևել բովանդակությամբ մեկնաբանվի, ընկալվի եւ կիրառվի, որ հասարակական կազմակերպությունները, ինչպես ես նշեցի, պետք է կարողանան հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե նման կանոնադրական նպատակների շրջանակում է գտնվում նման պաշտպանությունը, եւ սա պետք է նաեւ հիմք ընդունվի իրավակիրապրակտիկայի շրջանակներում, այսինքն անկախ նայից, որ մենք հստակ առանձին կարգավորում այդ ուղղությամբ չունենք, միևնույն է իրավակիրապրակտիկան այս մեկնաբանությամբ պետք է առաջնորդվի եւ ըստ էության Եթե ելնենք Սահմանադրական դատարանի որոշումից, ապա տեսնում ենք, որ այստեղ չկա նաև որևէ ոլորտային սահմանափակում, ոչ կոնկրետ խմբի, հատուկ կամ խոսելի խմբի սահմանափակում կամ հանրային շահին առնչվող որևէ ոլորտի սահմանափակում, այսինքն ընդհանուր առմամբ ամբողջությամբ բացված է այս ոլորտը։ Արևմուտքում եւս չեն կարող ասել, որ այս նույն ինստիտուտի Actio Popularis-ի կիրառման հետ կապված միշտ մասնագետները կամ իրավակիրառ պրակտիկան խոսում են այն մասին, որ մաքուր դասական ձևով այսպես ինստիտուտը կիրառելի է։ Ինչ է սա մեզ հուշում, արդյոք ունենք այն ինչ որ ունենք եւ պետք է մի փոքր ընդլայնել, թե խիստ անհրաժեշտ է գնալ նրան, որ հատկապես որ տարիների դինամիկան ենք նայում այսօր եւ ասենք 20 տարի առաջ հասարակական կազմակերպությունների դերը, հատկապես մասնագիտացած իրավունքների պաշտպանության ոլորտում դա կլինի կամ կոնկրետ ոլորտային իրավունքների ոլորտային թեմաների կամ կոնկրետ ոլորտներով շատ են ավելի այսպես ուժեղ են եւ ավելի մասնագիտացած են խիստ արդիական ու անհրաժեշտ է կարծում եմ այսօր այդ փոփոխությունների օրենսդրական կատարումը Մենք միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Actio Popularis-ի ինստիտուտը գործում է տարբեր երկրներում, մի շարք եվրոպական պետություններում, Եվրոմիության անդամ պետություններում, տարբեր ձևաչափերով, տարբեր ոլորտային սահմանափակումներով եւ նախապայմաններով, բայց ելնելով հենց Եվրոմիության օրենսդրության պահանջներից, որը որ արդեն իրացվում է Եվրոմիության անդամ պետությունների կողմից իրենց ներպետական օրենքների շրջանակում, տեսնում ենք, որ գնալով տենդենսը գնում է դեպի այս սկզբունքի ընդլայնումը։ Մենք ունենք Եվրոմիության շրջանակներում մի շարք դիրեկտիվներ, տարբեր ոլորտներում ռասայական խտրականություն, աշխատանքային հարաբերություններում հավասարություն, սպառողների իրավունքների պաշտպանություն, անձնական տվյալների պաշտպանություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն, եւ այս բոլոր դիրեկտիվներով սահմանվում է համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հանրային շահին առնչվող տվյալ ոլորտով
դատարան դիմելու, իրավասու պետական մարմին դիմելու իրավունքը, եւ եթե որոշ տեղերում մենք ունենք այն սահմանումը, որը որ կապում է այս իրավունքի իրացումը դիմումատուի կողմից ուղղակի լիազոր բան հետ, հա, կամ համաձայնության հետ, ապա նույն Եվրոմիության արտադրության դատարանը գնալով ընդլայնում է նաեւ մեկնաբանությունը այս դիրեկտիվների, սահմանելով, որ որոշ դեպքերում օրինակ հադրականության դեմ պայքարի շրջանակում, եթե չկա տվյալ զոհի նույնականացման անհրաժեշտություն, ապա այս իրավունքը կարող է իրացվել առանց կոնկրետ դիմատուի կողմից լիազորման այդ ընթացակարգի կամ առհասարակ նույնականացվող զոհի բացակայության պայմաններում եւ մենք ունենք նաեւ բավականին պրոգրեսիվ կարգավորումներ, նաեւ իրավագիտական պրակտիկա, որը որ ըստ էության ամբողջությամբ է ընդլայնում այս սկզբունքի կիրառում ամենատարբեր ոլորտներում, նույն օրինակ եթե նայենք Պորտուգալիայում, որը սահմանադրության մակարդակով է Actio Popularis իրավունքը սահմանում եւ նախատեսում է մի շարք ոլորտներ, այդ թվում կյանքի որակ, հանրության առողջություն, սպառողների իրավունքներ եւ այլն, իրավագիտար պրակտիկայում շատ ավելի շատացել են այդ ոլորտները եւ ավելացվել, այսինքն չի սահմանափակվել զուտ այս ոլորտների թվարկմամբ։ Նույնը Անգլիայի իրավագիտար պրակտիկայի շրջանակներում մենք տեսնում ենք, որ եւս այստեղ դատարանները պարզապես ուղղակիորեն կիրառում են եւ ընդհակառակը խրախուսում են այդ հնարավորությունը, որը հնարավորություն է տալիս այսքան արդյունավետ կերպով իրականացնել հանրային վերահսկողությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքները մենք նաև ելել ենք ամեն դեպքում մեր դատարանների ծանրաբեռնվածության ընդհանուր մտահոգություններից, որոնք կարող են առաջանալ եւ առաջարկել ենք ոչ թե այդքան լայն ոլորտների ցանկ, այլ ողջամիտ եւ բավական սահմանափակ հանրային շահին առնչվող բնագավառների շրջանակ, որոնց մասով, այսպես ասած, ամեն կերպ խթանում ենք, որպեսզի այս ակնկալենք օրենսդրական փոփոխությունների եւ իրավագիտար պրակտիկայի փոփոխության, կարծում եմ դրանք շատ հեռու չեն լինի, ինչքան էլ ձգձգվեն, բայց այնուամենայնիվ դրանց անհրաժեշտությունը այսօր առկա է եւ անխուսափելի է, որովհետեւ նաեւ նախատեսված է հստակ ծրագրային գործողություն։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւս եւ հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր մենք զրուցում ենք Actio Popularis-ի կամ հանրային շահի պաշտպանության ինստիտուտի մասին, որ իրականացվում է հասարակական կազմակերպությունների կողմից, իդեպ ովքեր ուշ միացան, կարող են հանրային ռադիոյի կայքում մեզ հետևել կամ YouTube-յան ալիքում եւ հիշեցնեմ ձեր, որ այսօր մեր հյուրն էր իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենիա Պետրոսյանը։ Շնորհակալություն եմ հայտնում եւ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։